Համայնքապետարին գրել ենք դիմումներ, փորձելով վերցնել այդ կազմակերպության տվյալները, մեզ ոչ մեկ չի տրամադրում, այդպես էլ չկարողացան գտնել, թե որ կազմակերպության մասին է ընդհանրապես խոսքը։ Իրենք գիտեն ընտրությունները պլակատով է, իրենց ինչ-որ մի բան երևի լավ ասել են, ինչքան շատ ձեր պլակատը կպսնեք, այնքան շատ ձայն եք հավաքելու։ Բայց այդ պլակատը ինչ-որ ազդեցություն կունենա Էջմիածնեցով Աղաշապատցու։ Իհարկե չի ունենա։ Իհարկե չի ունենա։ Ընտրողն արդեն կողմնորոշված է, Աղաշապատցին կողմնորոշված է մյուս քաղաքական ուժերի ծրագրերը տեսնելով, հավատալով եւ իրենց այս տարիներին մեր քաղաքը, նաեւ Խոյ համայնքը խայտառակ վիճակի հասցնելով։ Պարոն Խաչատյան, նաև այս տարվա մեջ արդեն խոշորացված համայնքները խոշորացվեցին, հա, Խոյ եւ Աղաշապատի միացվեց, այստեղ խնդիր չեք տեսնում, այդ Խնդիրը իրենց նեղ կուսակցական շահն է, ոչ մի համայնքային շահ, որ իրանք փորձում են ասեն մենք առաջնորդվում ենք համայնքային շահ, չկա նման բան։ Այստեղ ուղղակի նեղ կուսակցական հարց է, որ ամբողջ Էջմիածին քաղաքում ունենալով 7 տարի իշխանություն, այս մարդիկ մեկ թեկտացու չկարողացան գտնել, որ առաջադրեին։ Ստիպված Խոյ համայնքը խոշորացրեցին, որպեսզի կարողանային մարզպետին, որը Խոյ համայնքի բնակիչ է, օրենքով առաջադրել որպես իրենց ՔՊ-ի թեկնածու, այսինքն այստեղ ես ենթադրում եմ, էլի, եթե օրինակ Արտաշատից լիներ, միգուցե Արտաշատը միացնեին ու սենց մինչև Մեղրի կարողա հասնեին։ Պարոն Խաչատյան, նաև Դիանա Գասպարյանը, ով հրաժարական տվեց եւ Էջմիածնի քաղաքապետն է, նրա անվան հետ կապում են մի շարք քրեական գործեր, արդյոք Էջմիածնեցի նորից կընտրեն կուսակցության ներկայացուցչին, որի ներկայացուցիչն արդեն այստեղ մի շարք անօրինություններ ցույց չեն ընտրելու, ես ինքս էլ ասում եմ, որ Աղաշապատին իրենց վստահության քվե չի տալու, հաշվի առնելով հենց նաև ձեր ասածը, հաշվի առնելով նախորդ տարիները ՔՊ-ի կառավարման եւ Էջմիածնում եւ Խոյ համայնքում, իդեպ Խոյ համայնքում այսօրվա տեխնացիան է եղել համայնքապետը եւ գյուղացիների այս տարիների կյանքը այնքան են բարդացրել, որ գյուղացիներն իրենց մեր այդ մասնավոր զրույցներում նաև քարոզարշավի ընթացքում մեզ տեղեկացրել են, մեզ ասել են։ Այս ամենը իհարկե իր ազդեցությունն է տալու։